Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ Փաշինյանը թոք է Հայաստանի վզին։ Նիկոլ Փաշինյանին դեռ դնենք մի կողմ, բայց ով է խոսում թոքի մասին։ Կառավարել է երկիրը 2 ժամկետ եւ Հայաստանի վզից թոքը գցած տարել է մեկ այլ երկրի համար մատաղ է արել։ Սեփականաշնորհել է քաղաքական համակարգը, իսկ տնտեսությունը մենաշնորհներով շղթայել։ Նույնիսկ իր կառավարման 2 ժամկետից հետո էլ Հայաստանի վզին թոքի նման փաթաթված է եղել։ Անկամ իշխանությունից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը այդ թոքը չի արձակել։ Նրա տնտեսական եւ բիզնես խոշոր շահերը, քաղաքական ստվերային ազդեցությունը, նույնիսկ հետագա տարիներին Սերժ Սարգսյանի վրա ունեցած մշտական ճնշումները ցույց տվեցին, որ Քոչարյանը չի ցանկանում հեռացնել Հայաստանը խեղդամահ անող պարանը։ 100 միլիոնավոր դոլարները եւ տասնյակ բիզնեսները պետք է տրամաբանորեն հանգեցնեին մեկ բանի։ Մարդը պետք է ուղակի հանգիստ հեռանար իշխանությունից, բայց ոչ, փոխարենը նույն քաղաքական մոլուցքը, նույն ազդեցության ախորժակը եւ նույն վերադարձի անվերջ ցանկությունը։ Ու հենց այստեղ է, որ թոքի մասին խոսելը դառնում է զավեշտ։ Երկրի վզին փաթաթված թոքը հենց այն մարդն է, որը ամեն անգամ փորձում է երկիրը տանել զոհասեղանի մոտ, հանուն իր քաղաքական ինքնահաստատման։ Թոքն այնն է, երբ մարդն ունի այնքան հարստություն, որ կարող էր հանգիստ դառնալ Հայաստանի պատմության ամենաապահովված թոշակառուն, բայց փոխարենը շարունակում է դառնալ մշտական ցնցումների աղբյուր։ Հայաստանյան քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք ոչ անցյալը, ոչ այսօրը չեն ցանկանում բաց թողնել։ Միշտ փաթաթված են երկրի վզին, միշտ վերադարձող, միշտ նոր զոհ պահանջող։ Նույնիսկ երկրի ու ժողովրդի հաշվին կուտակած միլիարդները բավարար չեն իշխանության հանդեպ կախվածությունը կտրելու համար։ Սա է իրական ողբերգությունը։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։